Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, հունվարի 15-ի ամենաթարմ նորություններով եթերում Հայլուրն է։ Եվ այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան քննիչի հետ սելֆի է արել, թե ինչ գործի շրջանակում է եղել հարցաքննությունը, վարչապետը հարկ չի համարել նշել։ Միայն հասցրել է տեղի ունեցողի պատմականությունը գնահատել։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին, գրել է վարչապետը։ Քննչական կոմիտեից դուրս գալիս նրան ճանապարհել է կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, վարչապետը լրագրողի հարցերին չի պատասխանել։ Ինչ գործով եք հարցաքննվում։ Հաղորդագրություն կլինի։ Մի քանի բառով կասեք ինչ գործ է։ Ժամանակ չունեմ։ Այսուհետև բոլոր հարցաքննվողները հնարավորություն կստանան սելֆի անել իրենց հարցաքննող քննիչի հետ։ Վարչապետի սելֆիից հետո գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա նշել է, որ այսուհետև հարցաքննվողները կպահանջեն հավասար պայմաններ։ Շարունակելով գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Նաիրա Զոհրաբյանի պաշտոնական էլեկտրոնային հասցե մուտք գործելու վերաբերյալ նրա գրառմանը։ Պատգամավորը Facebook-ում գրել էր, որ կեսգիշերին ինչ-որ մեկը մտել է իր պաշտոնական էլեկտրոնային հասցե եւ էլեկտրոնային X հարթակում գրանցվելու հայտ է ուղարկել։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ընթացք է տրվել նաեւ Anti-Fake AM-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանի եւ Պոլիտիկ AM-ի խմբագիր Բորիս Մուրազիի իրենց Facebook-յան էջերը կոտրելու վերաբերյալ գրառումներին։ Փաստաբանների պալատի անդամ Վահան Հովանիսյանն անդրադառնալով օրեր առաջ կալանավորված Դիանա Հարությունյան անունով ֆեյքին պնդում է, որ նրան առաջադրված մեղադրանքը անհիմն է։ Ներկայումս քրեական օրենսգիրքը այդպիսի գործիքակազմ չունի, չի պարունակում այդպիսի նորմեր, որը կարող է հետապնդում իրականացնել կեղծ օգտատիրոջ նկատմամբ, որը տարածում է կամ հրապարակում է այդպիսի կեղծ տեղեկություններ, եւ եթե այդ կեղծ տեղեկությունները ոտնահարում են կամ հասարակական անվտանգությունը, կամ պետական անվտանգությունը, կամ մարդու սահմանադրական իրավունքները, ցավոք սրտի չունի այդպիսի գործիքակազմ։ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարծես սկսել է խախտել լռությունը։ Նա Twitter-ում մանրամասնել է, թե ինչ նկատի ուներ, երբ ամիսներ առաջ զգուշացնում էր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների մասին։ Վանեցյանի խոսքով վտանգները կապ ունեն նաև սահմանադրական դատարանի շուրջ այն օրերին սկսած եւ մինչեւ օրս շարունակվող իրադարձությունների հետ։ Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը։ Ավելի վաղ ՀՔԾ-ն երրորդ նախագահի գույքի վրա կալանք էր դրել, ինչը բողոքարկել էր Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։ Հիշեցնեմ, Սերժ Սարգսյանը մեղադրվում է իր պաշտոնեական դիրքն օգտագործելով պետությունից առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կազմակերպելու համար։ Այլ թեմաների անցնենք 7 ծննդատուն փակելու առողջապահության նախարարության որոշումը հանգիստ չի տալիս այդ 7 բնակավայրերի քաղաքացիներին ու բուժանձնակազմին։ Սկզբում որոշումը մեկնաբանվում էր որպես անբեկանելի, իսկ ավելի ուշ պարզվեց բեկանելի է։ Ավելին 7-ից առնվազն 2 ծննդատունը դեռևս չի փակվի։ Խոսքը հավանաբար Եղվարդի եւ Մարալիկի ծննդատների մասին է։ Փակվելու վտանգի առաջ է նաեւ Աչաջուրի ծննդատունը։ Այժմ այնտեղ է ուղևորվում իմ գործընկեր Գայանե Բալայանը, միանանք նրան։ Գայանե, նախ որտեղ ես հասել եւ ինչ նորություններ կարող ես մեզ պատմել այս պահին։ Բարի օր Լիլիթ, այո, մենք Աչաջուրի ճանապարհին ենք, Աչաջուր համայնք են գտնում հենց տեղում ծանոթանալու իրավիճակին, բայց մինչև Աչաջուր հասնելը ես կանգ առա Տավուշի մարզպետարանի մոտ, հենց այս պահին հանդիպել եմ մարզպետ Հայկ Չոբանյանի հետ, հենց այսպես ասած առաջին ձեռքից իմանալու ինչ իրավիճակ է այնտեղ։ Գիտենք, որ մեծ աղմուկ բարձրացրեց լուրը, որ Աչաջուրի ծննդատունը փակում են։ Աչաջուրը ինքը սահմանամերձ գյուղ չէ, բայց նաև սպասարկում է սահմանամերձ մի շարք գյուղեր։ Պարոն Չոբանյան, դուք հանդիպել եք ամենաառաջին արձագանքողներից մեկն եք եղել եւ նախարարի հետ եք հանդիպել, եթե չեմ սխալվում, եւ համայնքի հետ եք հանդիպել։ Ինչ լուրեր ունենք։ Նախ շնորհակալություն արձագանքի համար եւ այցի համար։ Ի սկզբանե կցանկանայի խոսել մի փոքր թե ինչի մասին է խոսքը, շատ կարճ, ինչու, որովհետեւ մեկնաբանությունները ավելի շատ էմոցիոնալ բնույթ են կրում։ Խոսքը վերաբերում է նրան, որ Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, տվյալ դեպքում իդեմս առողջապահության նախարարության, այն է, որպեսզի ծննդօգնության որակը Հայաստանի Հանրապետությունում բարձրանա եւ դա հատկապես ուղղված է վերջին շրջանի ուրեմն որոշումները հատկապես ուղղված են անվտանգության
եւ ծննդկանի եւ ծնվող երեխայի առողջության պահպանմանը։ Շատ հստակ է եւ նախարարը անդրադարձել է մանրամասն այդ թեմային, ես չեմ գանի, բայց ես կցանկանամ, որպեսզի իսկապես մենք ֆիքսենք, որ այս քայլը ոչ թե իդեմ է, այլ հանուն է։ Այլ բան է, որ մեր հաստատությունները, առողջապահական հաստատությունները իհապես կամ մասամբ չեն համապատասխանում այն չափանիշներին, որը մենք պետք է ունենանք որպես 21-րդ դարի առողջության կենտրոն։ Եվ մենք պետք է այդ ուղղությամբ գնանք։ Ընդ որում ասեմ, ձեզ դա չի վերաբերում ոչ միայն առողջապահական հիմնարկներին, դա վերաբերում է այլ հիմնարկներին։ Ներողություն, պարոն Չոբանյան, իսկ նման դեպքերում ավելի ճիշտ չէ զորացնել, հզորացնել, գնալ դեպի 21-րդ դարի չափորոշիչներ եւ ոչ թե փակել։ Մենք ընտրում ենք երկրորդ տարբերակը։ Ըստ էության ես խոսում եմ հենց դրա մասին, որ մենք գնում ենք զորացնելու ճանապարհով եւ այդ զորացման ճանապարհին է, որ պետք է հաշվի առնենք մի օր ուղղակի սկզբունքային հարցեր հաշվի առնենք։ Այս տարիների ընթացքում հենց այս սկզբունքային մոտեցումները հաշվի չառնելով մենք շարունակել ենք յոլա գնալ այն պայմաններով, որ մենք ունենք։ Գուցե դրա համար եղել են պատճառներ, ֆինանսական եւ այլն, որոնք էական չեն։ Երկիրը եթե ворթեգրում է ստանդարտների, չափորոշիչների հաստատման ճանապարհը, ուրեմն պետք է դրա համար լինեն համապատասխան ֆինանսական միջոցներ։ Տվյալ դեպքում ընտրությունը կատարվել է ոչ միայն ուրեմն ծննդաբերությունների քանակի հիման վրա, որի մասին շատ է խոսվում, այլ կայացվել է նաեւ այն չափանիշների հիման վրա, որը ունի համապատասխան առողջական կենտրոն։ Տվյալ դեպքում ուրեմն Աչաջրի առողջական կենտրոնում ընդհանուր ծավալի մեջ ծննդօգնությունը կազմում է մոտավորապես 20% եւ մենք ըստ էության նախարարությունը չի հաստատել այդ 20% ծննդօգնության գումարը, խոսքը չի վերաբերում որևէ ուրեմն հաստատության փակման մասին, ավելին մենք քննարկել ենք, որպեսզի Աչաջրի առողջության կենտրոնին տրամադրվեն լրացուցիչ այլ ծառայություններ, որպեսզի ներողություն եմ խնդրում, պարոն Չոբանյան, այստեղ մի թեթև անհասկանալի իրավիճակ է ստեղծվում, մոլորության մեջ ենք նույնիսկ լրագրողներս, եւ նախարարը այդպես ասեց, եւ դուք որ չենք փակում, բայց ֆինանսական միջոցներ չենք տրամադրում, ինչպես հասկանալ։ Բացատրեմ ձեզ, ուրեմն ծննդօգնությունը մի շարք մի քանի ծառայություններից է բաղկացած։ Դա սկսվում է այդ ուրեմն կանանց սպասարկումից, հղի կանանց սպասարկումից եւ ավարտվում է ծննդաբերությամբ, բուն ծննդաբերությամբ։ Մինչեւ հիմա եւս այն դեպքերը, որոնք որ ունեցել են որոշակի խնդրահարույց, կարող էին ունենալ որոշակի խնդրահարույց երկ, այդ դեպքերը միանշանակ ուղղորդվել են Իջևանի ծննդատուն։ Մինչեւ հիմա էլ այդպես եղել։ Եվ դրա արդյունքում անցած տարի մենք ունեցել ենք կարծեմ 77 ծնունդ Աչաջրի առողջության կենտրոնում։ Այլ բան է, որ Աչաջրի առողջության կենտրոնում այո երկու բաղադրիչ կա, մեկը բուժական բաղադրիչն է, մյուսը ամբուլատոր բաղադրիչն է եւ բոլոր ծառայությունները ծննդօգնության ամբուլատոր բաղադրիչի մնում են եւ որևէ մեկը չի քննարկում դա։ Եվ վերջին օրերի քննարկումը վերաբերում է միայն բուն ծննդաբերության process-ի կազմակերպմանը։ Եվ կարծում եմ, որ վաղը կառավարության նիստից հետո կլինի նաեւ նախարարի ճեպազրույցը եւ կառավարության նիստից հետո վերջնական որոշումը կկայացվի կոնկրետ անցումային ընթացակարգերի վերաբերյալ։ Գիտեք, որ նաեւ 3 հայտարարություն է եղել, որ լինելու է որոշակի անցումային ընթացք, որի նպատակն է նաեւ այդ ընթացքում համապատասխան բուժ հաստատություններում ապահովել ստանդարտներին համապատասխան տեխնիկական եւ մասնագիտական կարողություններ։ Դա վերաբերում է ոչ միայն օրինակ Աչաջրի դեպքում ոչ միայն արհեստական շնչառության ապարատին կամ վիրահատարանին, այլ նաեւ համապատասխան մասնագետների ներկայությանը, ինչպիսիք են ուրեմն վիրահատող բժիշկը կամ անեստեզիոլոգը եւ այլն։ Այսինքն սրանք գործողություններ են եւ բավականին ծանր գործողություններ են, որոնք պիտի կատարեն, որովհետեւ անեստեզիոլոգ այսօր նույնիսկ դժվար է գտնել խոշոր հիվանդանոցների համար, ուր մնաց թե բոլոր փոքր հիվանդանոցների համար։ Ես ուզում հայտարարեմ մեկ անգամ եւս, որ Աչաջրի առողջության կենտրոնի փակման մասին խոսք լինել չի կարող, առողջության կենտրոնը պետք է զարգանա, Աչաջրի առողջության կենտրոնում աշխատող մասնագետները շարունակելու են աշխատել եւ մենք փորձելու ենք այնպես անենք, որ Աչաջրի առողջության կենտրոնի բժշկական ծառայությունների որակը բարձրացնենք եւ տեխնիկապես եւ մարդկային ներուժով։ Ուրեմն հարցս այսպես տամ, Աչաջրի ծննդատանը շարունակվելու են ծնվել երեխաներ։
այդ խնդիրը ես ասացի արդեն վաղ կառավարության նիստից հետո կլինի նախարարի ճեպազրույցը, որտեղ ինքը կհրապարակի այն որոշումը, թե ինչ անցումային դրույթ պետք է լինի Աչաջուրին կամ այլ ծննդատներին տեխնիկապես եւ մասնագիտապես ուրեմն իրենց կարողությունները զարգացնելու տեսանկյունից։ Այս դեպքում վերջին հարցս դուք ձեր որպես մարզի ղեկավար քաշ ծանոթ լինելով, շատ ավելի լավ ծանոթ լինելով երևի քան նախարարը Աչաջրին անհրաժեշտ է ծննդատուն, թե կարող եք հենց Իջևանում կամ այլ մասում դուք անհրաժեշտությունը զգում եք դրան։ Ես կարծում եմ, որ Աչաջրի ծննդատան անհրաժեշտությունը մեծապես պայմանավորված է Աչաջրի առողջության կենտրոնի տնօրենի հանգամանքով, որը մասնագիտությամբ հենց գինեկոլոգ է եւ իր դերակատարությամբ է մեծապես պայմանավորված։ Այնպես որ ես գտնում եմ, որ սա էլ սխալ է, որ որևէ առողջության կենտրոնի մասնագիտական կողմնորոշումը կապված լինի կոնկրետ այդ կենտրոնում մասնագետի արկայության կամ չարկայության առումով։ Տվյալ դեպքում Աչաջուրը գտնվում է Իջևանից բավականին մոտ հեռավորության վրա եւ բացի նրանից, որ այնտեղ պետք է թե պետք չէ այս խնդրի պատասխանը տալուն, պետք է այնպես անել, որ լինի բարձր որակի ծառայություն, որպեսզի նույն Իջևանից ծննդկաները ցանկանան եւ գնան Աչաջուրում ծննդաբերել կամ հակառակը։ Այսինքն առողջապահական ծառայությունները, գիտեք, որ արդեն պետպատվերի բնույթներ է փոխվում առայն, որ տվյալ դեպքում ծառայություն ստացողը ինքն է որոշում, թե որ առողջապահական ծառայություններից պետք է օգտվի։ Մենք գտնում ենք, որ այս պահին Աչաջրի առողջական կենտրոնը մրցունակության միակ հանգամանքը դա կենտրոնի տնօրենի ուրեմն հանգամանքն է։ Մյուս պայմաններով, քանի որ չունի անվտանգության ապահովման մեխանիզմներ, քանի որ չկա վիրահատարան, չկա անեստեզիոլոգ, որ կարող է կրիտիկական դեպքերում միջամտել եւ այլն, մյուս դեպքերում ամրցունակ է եւ մենք պետք է դրա մասին մտածենք։ Շնորհակալություն Լիլիթ, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն էր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, նաև ավելացնեմ, որ ըստ ամենայնի պարզ է դառնում, որ բժշկական կենտրոնները չեն փակվելու, բայց ահա թե այդտեղ երեխաներ ծնվելու են, այսինքն զուտ ծննդօգնությունը կազմակերպվելու է այդտեղ, թե չէ, դա արդեն կիմանանք վաղը կառավարության նիստի ընթացքում։ Այս պահին այսքանը, նաև ավելացնեմ Լիլիթ, մենք ուղևորվում ենք Աչաջուր գյուղ, տեղում ծանոթանալու եւ հիվանդանոցի պայմաններին, ինչու՞ չէ նաև զրուցելու հենց տեղացիների հետ իմանալու ինչպես են իրենք վերաբերվում այս լուրին։ Այս բան երևի այսքան է Լիլիթ։ Շատ շնորհակալ եմ Գայանե, ձեզ բարի ճանապարհ, մնացած մանրամասներին անհամբեր սպասում ենք մեր հաջորդ թողարկումներում եւ ես եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ իմ գործընկերը զրուցում էր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ, մարզպետը ըստ էության համաձայն է նախարարության որդեգրած դիրքորոշմանը եւ բայց ընդհանուր առմամբ ծննդատների ճակատագիրը նա էլ նշեց, որ պարզ կլինի արդեն վաղը կառավարության նիստից հետո։ Իբերչո փակվելու են ծննդատները, թե ոչ Առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանը 3 օրվա երկրորդ կեսին որոշեց ասուլիս տալ ու լրագրողների խնդրանքով մի քանի հարց պարզաբանել, բայց իրավիճակը միայն ավելի խճճվեց, երբ լրագրողները Եղվարդի հիվանդանոցի մասին հարցով կտրեցին Արսեն Թորոսյանի մտքի թելը։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այս որոշումը որևէ բժշկական կենտրոն չի փակվում։ Եկեք ֆիքսենք, խնդրում եմ, տարածեք իլուր աշխարհին։ Այս հայտարարության պատասխանեց նախարար Արսեն Թորոսյանը Եղվարդի, Մարալիկի, Աչաջուրի եւ մյուս բախտակից համայնքների ծննդատների փակվելու մասին հարցերին։ Նախարարը խնդրեց փակվել բառը չօգտագործել, ոչ թե կփակվեն, այլ պետպատվերի ծառայությունից հնարավոր է զրկվեն այն բուժ հաստատությունները, որոնք չեն համապատասխանում նախարարության սահմանած չափանիշներին։ Եթե Մարալիկի առողջության կենտրոնում չհամապատասխանող իրենց համապատասխանությունները մենք մոտ օրերս կորոշենք ինչքան ժամկետում իրանք կբավարարեն, հեսա ուզում եմ կարդամ, հատուկ Մարալիկն եմ կարդում, չունի նեոնատոլոգ եւ անեստեզիոլոգ, չունի հղիների ինտենսիվ թերապիայի պալատ, չունի նորածնային ինտենսիվ թերապիայի հնարավորություն, կբավարարվի ու մենք տեսնելով, որ 102 թիվը մոտիկա 150-ին, որ գոնե ասում եմ 2 օրը մեկ ծնունդ լինի, միգուցե հնարավոր է այդ որոշումը կայացվի, էլի մեր մասնագիտական կոնսուլտացիաների արդյունքում էլի ժամանակ տալով։ Բայց եթե այդ ամեն ինչը ունենալուց հետո, մի տարի հետո ենթադրենք կամ 6 ամսը հիմա չեմ կարող պատասխանել ժամկետի առումով։ Իրանք մեկը չգան չհասնեն 150 թվին, միևնույնն է, սկզբունքները պետքա գերակայեն։ Ծննդատան
Ծննդատների փակման որոշում դեռ չկա, այն օդում կախված կմնա մինչև փետրվար, երբ ստորագրվեն պետպատվերի պայմանագրերը, իսկ մինչ այդ նախարարությունը կբանակցի համայնքային բուժհաստատությունների հետ։ Եթե ձգտեն տարեկան ունենալ գոնե 150 ծնունդ, հնարավոր է նորից կնքեն պետպատվերի պայմանագրեր։ Մարալիկի ծննդատանը, որտեղ որ այդիմ ասած ոչ մի բանը չկար, պետք է ծնունդ ընդհանրապես չընդունվի եւ եթե կապահովեն, մենք կքննարկենք վերականգնելու հարցը։ Վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած Եղվարդի Նաիրի բժշկական կենտրոնի մասին հարցը նախարարի մտքի թելը կտրեց, ու այդպես էլ անորոշ մնաց, բժշկական կենտրոնն աշխատելու է, թե ոչ։ Ես կպատասխանեմ ձեր հարցին առանձին Եղվարդի վերաբերյալ, լավ, ես դեռ չեմ վերջացրել։ Մտքից թելն է կտրեցիք, ինչ մասն էի խոսում։ Մենք հիմա քննարկում ենք արդյոք արժի Նաիրի բժշկական կենտրոնին, այսպես ասած, եւս ինչ որ ժամանակով մորատորիումի նման ինչ որ մի բան անել, որ հասկանանք իրանք ի վերջո 150-ի կձգտեն, կհասնեն, թե չէ։ Նմանատիպ բանակցություններ վարվում են նաև մյուսների հետ, որոնք որ ռեալ հնարավոր է, որ այդ մինիմալին հասնեն, որտեղ օրինակ 10 ծնունդ ընդունողի հետ մենք նման բանակցություն վստահաբար չեն կարող տանել, բայց 100-ի մոտ, 100-ից բարձրների հետ կարող ենք տանել։ Արսեն Թորոսյանը ցույց տվեց քարտեզներ, որոնցում նշված են, թե ինչ ճանապարհ պետք է անցնեն բնակիչները, եթե համայնքում ծննդատուն չլինի։ Աչաջուրից Իջևան հասնելու համար ապագա մայրիկը պետք է դիմանա ընդամենը 19 րոպե։ Եղվարդի դեպքում 3 ճանապարհ կա։ Եղվարդից Աբովյան 16.6 կիլոմետր 20 րոպե։ Իդեպ է շատ դանդաղ արագությամբ է հաշվում Google-ը։ Եղվարդից Աշտարակ 15.7 կիլոմետր 21 րոպե։ Եղվարդից Երևանի ոչ այդքան այս վերջերս շահարկվող մի այլ ծննդատուն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, որպես մեր ենթակա ծննդատուն 26.5 կիլոմետր 34 րոպե։ Նախարարը հաշվի չէր առել, որ Եղվարդի ծննդատունը սպասարկում է եւս 18 գյուղ, այսինքն 34-ին կավելանա 10-15-20 րոպե։ Լիլիթ Խալաթյան, Հովանես Իշխանյան, Հայլուր։ Արսեն Թորոսյանի մյուս աղմուկ հանած նախագծի քննարկումը հակածխախոտային պայքարը խստացնելու մասին տնտեսական հարցերի հանձնաժողովը այսօր որոշել է եւս 1 ամսով հետաձգել։ Իդեպ հետաձգել առաջարկել են հենց նախագծի հեղինակները։ Ինչպես հիշում եք, փակ տարածքներում ծխելն արգելող օրինագիծը անհանգստացրել էր երկրի տնտեսական առողջության մասին մտածողներին ու արդյունքում այն մի քանի ամիս է Լիլիթ բարի օր, այսօր առավոտյան մեկնարկել է տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը, բայց մինչ այդ նիստի մանրամասներին անդրադառնալը նշեմ, որ պատգամավորները դեռևս միայն ընդդիմադիր պատգամավորները նույնպես անհանգստացած են Հայաստանի մի շարք ծննդատներ փակելու կառավարության նախաձեռնությամբ, նրանք խոստացել են ինձ հետ նաև զրուցել այս թեմայի վերաբերյալ, իսկ հիմա անդրադառնամ նաև տնտեսական հարցերի հանձնաժողովի օրակարգային հարցերին, ինչպես նշեց մեկ ամսով Բաբկեն Թունյանը հայտարարեց այդ մասին, որ մեկ ամսով կառավարության եւ հեղինակների նախաձեռնությամբ հետաձգվել է ծխելու դեմ պայքարի այդ հայտնի նախագիծը, որը այսպես տարբեր առողջապահության հանձնաժողովից տեղափոխվեց նաեւ տնտեսական հարցերի հանձնաժողով եւ ըստ էության գլխադասայինը հենց տնտեսական հարցերի հանձնաժողովն էր, քանի որ պատգամավորները այստեղ համարում էին, որ ծխելու դեմ կառավարության կտրուկ փոփոխությունները, կտրուկ հայլերը կարող են նաեւ տնտեսությանը վնասել։ Այսօր պատգամավորները քննարկեցին նաև հետաքրքիր մի նախագիծ, որը վերաբերում է ուսանողներին, մասնավորապես իմ քայլից Սիսակ Գաբրելյանը առաջարկում է, որ այն ուսանողները, ովքեր ուսումը կշարունակեն մագիստրատուրայում եւ միաժամանակ կաշխատեն, նրանց եկամտահարկը ուղղվի ուսման վարձի փակմանը եւ արդեն եթե չի բավարարում այդ եկամտահարկը, մնացածը կարող է ուսանողը վճարել։ Լսենք Սիսակ Գաբրելյանի հայտարարություններից մեկ հատված։ Բակալավրում փաստացի ստացվում է, որ առավոտյան 9-ից մինչև 3-4-ը, եթե դասաժամերն են, բնականաբար կամ այդ ուսանողը գիշերներ աշխատելու, կամ, չգիտեմ, ինչ որ
Նաև մեքենայություններ էին լինում, կեղծ ձևակերպումներ աշխատանք, այսինքն բուն են նպատակին չէր ծառայելու եւ դրա համար, քանի դեռ այդ օրենքը դեռ խորհրդարան չի եկել, այս փուլում որևէ բան չէր խանգարում մագիստրատուրայի, ասպիրանտուրայի եւ արձանատուրայի դեպքում բյուջեի այո ռիսկերը այսպես կանխատեսելու համար նաև սկզբնական փուլում կառավարությունը կհաստատի այդ մասնագիտությունների ցանկը։ Գումարը չեմ կարող ասել կախված թե ինչ որքան ոլորտ կընտրեն, օրինակ IT ոլորտը, գյուղատնտեսություն, ճարտարապետություն, կախված թե քանի ոլորտային ուղղություն կընտրեն։ Մեր խորին համոզմամբ անգամ այստեղ երբ քննարկում էինք սկզբնական փուլում նաև Մոգիշեմ կար սահմանված, բայց հետո հասկացանք, որ դե լավ այսքան էլ սահմանափակում մի հատ էլ Մոգիշեմ դա կարող է որոշ տեղերում հանգեցնել դասախոս ուսանող այսպես կոռուպցիոն հարաբերությունների, նաև հենց կառավարության կողմից առաջարկ եղավ կրթության նախարարության, որ չէ շեմը հանեք, առանց այդ էլ այսքան ոնց որ նվազեցրել ենք։ Լիլիթ պատգամավորները, մասնավորապես հանձնաժողովի նախագահ պատգամավորից հետաքրքրվեց, թե արդյոք կառավարության հետ ճշտել են մոտավորապես պետական բյուջեից տարեկան որքան գումար, այսպես ասած, կգնա վարձի ուսման վարձի փակմանը, Սիսա Գաբրիելյանը պատասխանեց, որ խոսքը կես միլիարդ դրամի մասին է, 500 միլիոն դրամ բոլոր ուսանողների մասով, անգամ դժվար է այս պահին կանխատեսել կամ հստակ թիվ ասել, թե քանի ուսանող կարող է օգտվել այդ իրավունքից։ Ամեն դեպքում պատգամավորը վստահեցնում է, որ այս նմանատիպ հարկային փոփոխություններ արված են նաև Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում, նաև Ռուսաստանի Դաշնությունում։ Տնտեսական հարցերի հանձնաժողովի օրակարգում 17 հարց է, ինչպես գիտենք հունվարի 21-ից մեկնարկում է հերթական նստաշրջանը եւ պատգամավորները այսօրվանից արդեն տարբեր հանձնաժողովներում քննարկելով օրինագծերը պատրաստվում են հերթական նստաշրջանին։ Լիլիթ Շնորհակալ եմ Կարինե, սիրելի լրատվադիտողներ, ազգային ժողովից մեզ միացել իմ գործընկեր Կարինե Մանգասարյանը։ Անցնենք առաջ ու միջազգային լրահոսից Պայթյուն է որոտացել կատալոնական Տարագոնա նահանգի նավթաքիմիական գործարաններից մեկում 1 մարդ զոհվել է, 6-ը վիրավորվել։ Հարակից բնակավայրերի բնակիչներին արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորել է դուրս չգալ տներից եւ չբացել պատուհանները։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահներն ու հրշեջները։ Պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն։ Չինաստանի Սինին քաղաքում ավտոբուսն ընկել է ճանապարհի մի հատվածում բացված փոսի մեջ։ Միջադեպի հետևանքով մահացել է 6 մարդ, 16-ը վիրավոր է։ Ավտոբուսից բացի հետիոտները եւս ընկել են փոսի մեջ։ Ինչպես ֆիքսել է տեսախցիկը, ավտոբուսի ընկնելուց հետո փոսում պայթյուն է եղել։ Ենթադրվում է, որ անցքի տրամագիծը մոտ 10 մետր է։ Պակիստանում հեղեղումների, ձյանտեղումների և ձնահոսքերի հետևանքով զոհվել է 93 մարդ, 53-ը վիրավոր է։ Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ Նիլամ հովտի որոշ շրջաններ ձյան առատ տեղումների պատճառով շարունակում են փակ մնալ։ Փրկարարները շարունակում են աշխատանքը։ Վերադառնանք մեր երկիր Հայաստան եկող զբոսաշրջիկներին, կառավարությունը հնարավոր է առաջարկի տեսնել հրապարակի տակ գտնվող նկուղները, այնտեղ ուզում են թանգարան սարքել, բայց այս հարցում ոչ միայն քաղաքացիների, այլև մասնագետների կարծիքները բախվում են։ Լիլիթ Գասպարյանն է լսել նրանց։ Թանգարան բաց երկնքի, թե գետնի տակ։ Երևանը կարծես թե ունի երկուսն էլ դառնալու հնարավորությունը։ Հանրապետության հրապարակը քանդելով իշխանությունն ուզում է ավելի շատ մարդ տեսնել այստեղ, այդ թվում զբոսաշրջիկ։ Եթե մի շերտ հանեն, կանան թանգարանի պես բան սարքեն, ավելի շատ տուրիստներ կգան, ավելի հնություն կլինի։ Հայաստանը աշխարհի ամենահին երկիրն է, բայց հնություն չկա։ Ադի մեր վատությունն է։ Դիկրամեծը դագեն անցած ժամանակին, հիմա ես ֆինանսնեմ, բայց վրա են։ Սարքելից հետո նոր կերևա, ինչ ասեմ։ Ես գտնում եմ, որ պետքա չի։ Մեր երկիրը դեռ այն իրավիճակին չի, որ նման պատմական ոնց որ Երուսաղեմ կամ մեկ այլ երկիր Եգիպտոս կամ բան սարքեն ու այստեղ туриզմ զարգանա դրա հիման վրա։ Լավ կլինի քանդվի, բայց որ մտածում է շրջակայքը պիտի շինարարական ինչեր, այդ դրա համար իմ կարծիքով երևի ավելի լավ է այս վիճակը մնա, քան քանդվի։ Ինչ սիրուն չի լինի, որ բացել։ Ես չգիտեմ, կարող է գեղեցիկ լինի, կարող է չլինի։ Բանի մած մարդկանց պետք է դիմեք, ովքեր տեղյակ են այդ կառույցներին։ Բանի մած մարդկանցից հնագետ Մարկ Գրիգորյանին վախեցրել է վարչապետ Փաշինյանի գրառումը, թե այս տարի սկսվելու է հրապարակի տակ թանգարան ստեղծելու աշխատանքը։ Վարչապետը ասել է, մենք վախեցել ենք։ Շատ բնական է, որտեղ նման ասացից պետքա վախենալ։
Հնագետ Ֆրինա Բաբայանը հիշում է, թե ինչպես էր տարիներ առաջ պեղումներ անում հրապարակի ասֆալտապատ շերտի տակ։ Պարզվեց նկուղներ, կավանոթներ, ջրատար խողովակների մնացորդներ, նույնիսկ մի ամբողջ թաղ կա այնտեղ։ Տխրություն եմ ապրում այս քանի օրը, որտեղ մենք արդեն բացել էինք։ Դա շատ տանջալից աշխատանք էր, գիտեք ոնց եմ աշխատել։ 4 մետր բարձրություն ունեն այդ նկուղային հարկաբաժինները։ 4 մետր աստիճանը դնում էինք։ Աստիճանով դույլերով ամբողջ այդ աղբը հանել եմ, մաքրել եմ, սրբել եմ, ավլել ենք, մաքրել ենք, հանձնել ենք կառավարությանը։ Ֆրինա Բաբայանն ուզում է, որ պատմությունը Երևան գա։ Մարկ Գրիգորյանը սակայն հրապարակի տակ արժեքավոր քիչ բան է տեսնում։ Այդ նկուղները չունեն որևէ պատմական արժեք, որևէ ճարտարապետական արժեք։ Միակ արժեքը այդ նկուղների զբոսաշրջիկության տեսակետից։ Նագետը սկզբունքորեն կուզեր բացել շերտը, բայց մի քանի կարևոր խնդիր միանգամից աչքին են գալիս։ Ամենակարևորը անվստահությունն է իշխանությունների հանդեպ։ Նա չի բացառում, որ հրապարակը բացելը կարող է նաև մղձավանջային հետևանքներ ունենալ։ Բոլոր հարցերի պատասխանները մենք այսօր չունենք, որովհետև չկա նախագիծ, չկա առաջարկ, կա գաղափար, որ այսպես նետվել է դեպի օդ եւ այդ գաղափարից այն կողմ մենք չենք գնում։ Մյուս խնդիրները ճարտարապետական են, օրինակ ավտոկայանատեղին, հրապարակին մոտ կանգառները, տրանսպորտային ցանցը։ Իդեպ նկուղներից մեկից են կառավարվում այդքան սիրելի շատրվանները։ Լիլիթ Գասպարյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։ Այս ժամի լրահոսից այսքանը, Հայլուրը թարնուրերով եթեր կվերադառնա 16:30-ին, մինչ այդ ժամը։